Երբևէ բաժակը մինչև վերջ լցրել եք ու տեսել, թե ջուրը ոնց է գմբեթի պես ուռում, բայց չի թափվում։ Կարծես մի բան պահում է իրան։ Դե հենց այսօր մենք կբացահայտենք այդ առօրյա հրաշքի հետևում թաքնված անտեսանելի ուժը։ Գնացինք բացահայտելու ջրի գաղտնի անտեսանելի թաղանթը։ Սա մեզ բոլորիս շատ ծանոթ տեսարանը, չէ՞, ջուրը բաժակի եզրից բարձրանում, ուռչում է, կարծես ասելով, ես ձգողականությանը չեմ ենթարկվում։ Ինչ որ բան ակնհայտորեն պահում է իրան։ Դե ինչ, եկեք վերջապես պարզենք, կոնկրետ ինչն է պատճառը։ Լավ, եկեք ավելի խորանանք։ Մեր առաջին կանգառը ջրի անտեսանելի թաղանթը։ Ինչու հենց այսպես, որովհետև սա լավագույն ձևն է սկսելու պատկերացնել, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Հենց սա է հիմնական գաղափարը։ Ուղղակի պատկերացրեք մի տեսակ բարակ էլաստիկ թաղանթ, որը ծածկում է ջրի ամբողջ մակերեսը։ Հենց այդ անտեսանելի շերտն է, որ թույլ է տալիս ջրին գմբեթանալ, կլոր քաթիլներ սարքել ու դիմադրել ձգողականությանը։ Okay, ուրեմն մենք ունենք թաղանթի գաղափարը, հիմա արդեն երկրորդ բաժնում եկեք մի քիչ գիտականորեն նայենք, թե իրականում ինչն է ստեղծում այդ թաղանթը, ու դրա համար մեր բաժինը կոչվում է ձեռքի տված մոլեկուլներ։ Ահա եւ գիտական անունը՝ մակերևութային լարվածություն։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Պատկերացրեք ջրի մոլեկուլները շատ են սիրում իրար ու անընդհատ ձգում են մեկը մյուսին։ Բայց եթե մոլեկուլը գտնվում է հենց մակերեսին, իրան ձգում են միայն կողքի ու ներքևի մոլեկուլները, վերևից ոչ ոք չկա։ Ու հենց այս անհավասարակշռությունն է ստիպում մակերեսի մոլեկուլներին ավելի ուժեղ իրար կպչել, ստեղծելով այդ շատ ամուր կապը, մեր ասած թաղանթը։ Հենց սա։ Կարելի է ասել, որ մակերեսի մոլեկուլները իրար ձեռք են տվել ու շատ ամուր բռնել։ Ու այդ ձեռք բռնելու արդյունքում ստեղծվում է մի ուժ, որը կարողանում է պահել, ասենք, թրտի ամրակ կամ նույնիսկ թույլ տալ, որ որոշ միջատներ հանգիստ քայլեն ջրի վրայով։ Բայց միշտ չի, որ այս թաղանթը նույն ուժգնությամբ է լինում։ Իրականում իր ուժը կախված է շատ բաներից՝ հեղուկի տեսակից, ջերմաստիճանից ու ամենակարևորը մեջը ավելացրած նյութերից։ Օրինակ օճառից։ Սա արդեն հետաքրքիր է, չէ՞։ Դե եկեք տեսնենք, թե ինչ կլինի, երբ փորձենք կոտրել այդ լարվածությունը։ Եվ հիմա անցնում ենք ամենահետաքրքիր մասին՝ ժամանակն է կոտրելու լարվածությունը։ Մի քանի շատ պարզ փորձ ենք անելու, որոնք դուք էլ կարող եք հեշտությամբ տանը կրկնել, որպեսզի ձեր աչքով տեսնեք ոնց է աշխատում այս ուժը ու ոնց կարելի է իրան խախտել։ Սա դասական փորձերից է։ Ուրեմն վերցնում ենք թղթի ամրակը, դնում ենք անձեռոցիկի վրա ու զգուշորեն իջեցնում ջրի մակերեսին։ Ինչի համար է անձեռոցիկը, որ չվնասենք, չպատրենք մեր թաղանթը։ Անձեռոցիկը կթրջվա, կծանրանա ու կիջնի հատակը, բայց եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ամրակը կմնա ու կլողա հենց մակերեսի վրա։ Ահա եւ մեր հրաշքը։ Մետաղյա ամրակ, որը բնականաբար շատ ավելի ծանր է ջրից, ուղղակի լողում է։ Սա մաքուր մակերևույթային լարվածությունն է իր ամբողջ ուժով։ Բայց հիմա ուշադրություն, ինչ կլինի, եթե մենք կողքը ընդամենը մեկ քաթիլ օճառ կաթեցնենք։ Բում, անմիջապես։ Օճառը կարելի է ասել մակերևույթային լարվածության թշնամին է, իր կրիպտոնիտը։ Հենց որ մի քաթիլը հպվում է ջրին, այդ ամուր կապերը մոլեկուլների միջև պոկվում են, թաղանթը պատռվում է ու ամրակին էլ ոչ մի բան չի պահում, ուղղակի սուզվում է։ Լավ, եկեք մի ավելի գունեղ բան փորձենք։ Կաթը չէ որ հիմնականում ջուր է, այնպես որ ինքն էլ ունի իր մակերևույթային լարվածությունը։ Երբ որ մեջը սննդի ներկեր եք կաթեցնում, նայեք թե ոնց են կաթիլները ուղղակի մնում իրենց տեղում, չեն խառնվում։ Հենց այդ լարվածությունն է որ պահում է իրանց, թույլ չի տալիս տարածվել։ Դե ինչ, պատրաստ եք նորից գործի դնել մեր գաղտնի զենքը։ Այս անգամ ուղակի օճառոտած բամբակե ձողիկով կդիպչենք կաթի կենտրոնին։ Ոչ մի դան խորտակելու չենք, բայց հավատացեք, մի փոքր գունավոր քաոս ստեղծելու ենք։ Ինչ եք կարծում, ինչ կտեսնենք։ Վաու, իսկական գունային փայթյուն։ Տեսեք, օճառը հենց դիպչելու պահին կոտրում է լարվածությունը, բայց ափսեի մյուս մասերում լարվածությունը դեռ ուժեղ է, ու այդ ուժեղ մասերը սկսում են քաշել թույլացած կենտրոնից, իրենց հետ տանելով բոլոր գույները մի խելահեղ գեղեցիկ պարի մեջ։ Սա ուղղակի ֆանտաստիկ տեսարան է, թե ոնց է աշխատում այս անտեսանելի ուժը։ Լավ, ինչ սովորեցինք այս փորձերից։ Շատ պարզ։ Մինչև օճառը ունենք բարձր լարվածություն։ Մոլեկուլները իրար ամուր կպած են ու ստեղծում են ամուր մակերես։ Օճառից հետո
Բում, լարվածությունը կտրուկ ընկնում է, մոլեկուլները հեռանում են իրարից ու այդ ուժը վերանում է։ Ուղղակի պատկերացրեք, ընդամենը մեկ քաթիլը ինչքան մեծ փոփոխություն է բերում։ Okay, մենք տեսանք ինչպես կարելի է փորձերի միջոցով կոտրել այս լարվածությունը։ Իսկ հիմա, մեր վերջին բաժնում, եկեք լաբորատորիայից դուրս գանք ու տեսնենք, թե որտեղ է այս ուժը հանդիպում մեր առօրյա կյանքում։ Ահա ձեզ մի զարմանալի փաստ։ Գիտեք, որ մակերևույթային լարվածության շնորհիվ դուք կարող եք սովորական մետաղադրամի վրա տեղավորել մոտ 50 քաթիլ ջուր։ 50, խորհուրդ եմ տալիս փորձել տանը, կտեսնեք ոնց է ջուրը գմբետի պես բարձրանում, կպչում ինքն իրան, մինչև վերջում արդեն չի դիմանում ու թափվում է։ Հենց որ սկսում ես ուշադրություն դարձնել, այս ուժը տեսնում ես ամեն քայլափոխի։ Հենց իրա շնորհիվ է, որ անձրևի քաթիլները կատարյալ կլոր են։ Իրա շնորհիվ են օճառի պղպջակները գոյություն ունենում։ Ու հա, հենց դա է պատճառը, որ որոշ միջատներ կարողանում են հանգիստ քայլել ջրի վրայով։ Կարծես թե դա պինդ մակերես լինի։ Այնպես որ կապ չունի, դա մետաղադրամի վրայի ջրի գմբեթն է, լողացող ամրակը, թե քաթի մեջի գունային փայթյունը, բոլորի հիմքում նույն բանն է՝ ջրի մոլեկուլների միմյանց կպչելու ուժը։ Սա կախարդանք չի, սա ֆիզիկայի հիմնարար ուժերից է, որը ձևավորում է մեր աշխարհը այնպիսի ձևերով, որոնք մենք սովորաբար ուղղակի չենք նկատում։ Դե ինչ, հիմա, երբ դուք արդեն գիտեք ջրի անտեսանելի թաղանթի գաղտնիքը, մի հարց էլ ձեզ. Էլ որտեղ եք սկսելու նկատել այս ուժի աշխատանքը։ Գուցե տերևի վրայից հողի կաթիլի մեջ, կամ թե ոնց է անձրևից հետո ջուրը գնդիկների պես հավաքվում ձեր մեքենայի վրա։ Աչքներդ բաց պահեք ու կզարմանաք, թե ինչքան հաճախ կտեսնեք այն։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։